ձեզ միջնորդություն, որի բովանդակությունը հետևյալն է։ Դատավոր Լևոն Պետրոսյանին բացառք հայտնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի հիման վրա։ Միջնորդության իրավական հիմքը Սույն միջնորդությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի հիման վրա, համաձայն որի դատավորը չի կարող մասնակցել բարույթին, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ բարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ։ Սույն դրույթը նախատեսում է դատավորի բացառքի կիրառելիությունը այն դեպքում, երբ առկա են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են դիտորդի մոտ առաջացնել ողջամիտ կասկած դատավորի անկողմնակալության վերաբերյալ անկախ դատավորի սուբյեկտիվ մտադրություններից։ Փաստական հանգամանքները Նախորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ հանրային ձևաչափով և տեսաձայնագրման պայմաններում, նիստը որոշ ժամանակ ընդհատվել է։ Պայմանավորված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ և շտապ բժշկական օգնության կանչով։ Շտապ բժշկական օգնության բժշկի կողմից արձանագրվել է մեղադրյալի հոսպիտալացման անհրաժեշտությունը։ Այնուհետև դատական նիստը շարունակվել է մեղադրյալի բացակայությամբ, պարոն Ղուկասյանի բացակայությամբ, այսինքն կողմի բացակայության պայմաններում։ Այդ պայմաններում մինչ դատարանը կանդրադառնա մեղադրյալի առողջական վիճակից բխող հիմնարար իրավունքներին և համապատասխան դատավարական հետևանքներին, որի մասին ի դեպ պաշտպանական կողմը որևէ տեղեկություն չուներ, նախագահ դատավոր Լևոն Պետրոսյանը իր նախաձեռնությամբ հանդես է եկել հայտարարությունով, որոնք վերաբերում էին պաշտպան Զարուհի Փոստանջյանի մասնագիտական կարգավիճակին և տվյալ դատական նիստի մասնակցելու իրավաչափությանը։ Նախագահով դատավորը իր ընդարձակ հայտարարությունով մանրամասն անդրադարձել է պաշտպան Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ այլ քրեական վարույթների և դատական ակտերի բովանդակությանը։ Մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթներ։ Կասկածի տակ է դրել պաշտպանի տվյալ դատական նիստին մասնակցելու իրավաչափությունը, հայտարարել է փաստաբանների պալատին և այլ իրավասու մարմիններին դիմելու մտադրության մասին։ Նշված հայտարարությունները կատարվել են առանց համապատասխան միջնորդության, առանց կողմերին լսելու, առանց մրցակցային դատավարության իրավունքը պահպանելու, առանց փաստերի ստուգման նախատեսված դատավարական ընթացակարգի, ինչպես նաև վարույթի առարկայի հետ անմիջական կապ չունեցող հարցերի շրջանակում մեղադրյալի պարոն Վարդան Ղուկասյանի բացակայության պայմաններում։ Ավելին, դատարանը իր դիրքորոշումը հիմնավորել է ոչ թե վարույթի նյութերով, այլ դատարանի գործընկերների կողմից հուշված տեղեկություններով, որոնց դատարանը հղում է կատարել որպես ուշագրավ մանրամասներ, որոնց աղբյուրը, իրավական բնույթը և ստուգելիությունը կողմերին հայտնի չեն եղել և մինչ օրս հայտնի չէ։ Իրավական գնահատականը վերոնշյալ հանգամանքների համակցությունը օբյեկտիվորեն ողջամիտ կասկած է առաջացնում դատավորի անկողմնակալության վերաբերյալ տվյալ վարույթի շրջանակում մասնավորապես պաշտպանական կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի տպավորություն ստեղծելու, պաշտպանական կողմի իրավական կարգավիճակը դատավարական կարգով չլուծելու և կողմերի հավասարության և պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման խաթարման տեսանկյունից։ Սույն միջնորդությունը ուղղված է արդար դատաքննության իրավունքի արտաքին և օբյեկտիվ երաշխիքների պահպանմանը, ինչպես նաև նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով պահանջը։ Վերագրյալի հիման վրա և վերագրապարվելով համապատասխան դրույթներով ազգային օրենսդրության պահանջում է բավարարել սույն միջնորդությունը և ընդունել
նախագահ ու դատավոր Լևոն Պետրոսյանի բացարկը, ինքնաբացարկ հայտնել եւ հեռանալ այս վարույթից, հատկապես, որ դուք նշեցիք, որ ես ձեզ ներկայացրել եմ տարբեր տեսակի միջնորդություններ, նախորդ դատական նիստից անցել է շուրջ 16 օր, ամսի 19-ից հունվարի, եւ այդ միջնորդություններին դուք չեք արձագանքել, ուղղակի այս նիստի ժամանակ միայն հիշատակեցիք, մինչդեռ այդ միջնորդությունները վերաբերում էին մարդու կյանքին, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք չդրսևորելու պահանջին եւ ընդհանուր առմամբ վերաբերելի են պարոն Ղուկասյանի առողջությանը եւ այն պայմաններին, որտեղ պահում են, եւ դեռ ավելի դուք նաեւ հետամուտ չեք եղել դատական նիստից հետո հոսպիտալացման պահանջը չիրականացնելու պայմաններում պարոն Ղուկասյանին տեղափոխելը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Եթե կողմերը ցանկանում եք, խնդրեմ, սա Դատան ինչ եք տալի։ Տալիս եմ։ Մյուս պաշտպանները դիքրոշ հայտնելու ցանկություն ունեն։ Այո, պատմաժան դատարան, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավերել այն հանգամանքի վրա, որ ըստ էության այստեղ ցանկացած հարցի չքննարկենք, ինքը ուղղակիորեն առնչվում է պարոն Ղուկասյանի իրավունքներին, արդյունավետական իրավունքին։ Այս առումով տպավորչամիտ տպավորություն է, որ տիկին Կոստանջյանի նկատմամբ նախագահ դատավորի մոտ առկա է անբայրացական կամ բացասական վերաբերմունք, տրամադրվածություն։ Կարևոր չէ, որ նման փաստը լինի 100%-անոց, այլ ողջամիտ ընկալում կա։ Ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված այն հանգամանքով, որ ինչպես նախորդ նիստին ես ասեցի, կարելի է ճշգրտել տեղեկատվությունը, այնուհետև հրապարակել եւ գնահատականներ տալ, սակայն դատարանը ի սկզբանե կասկածի տակ դրեց տիկին Կոստանջյանի բարեխղճությունը, ի սկզբանե կատարեց ձևակերպումներ, որոնք կարող են առերևույթ տպավորություն թողնել մասնավոր վերաբերմունքի մասին, վատ վերաբերմունքի մասին եւ տրամադրվածության մասին։ Այսինքն անկախ նրանից, թե դատարանը ինչպես է տրամադրված պարոն Ղուկասյանի կամ մյուս պաշտպաններին կա ոչամիտ տպավորություն, որ նախագահ դատավորը բացասական տրամադրվածություն ունի պարոն Ղուկասյանի ներկայացուցիչներից մեկի, փաստաբաններից մեկի, պաշտպաններից մեկի տիկին Կոստանջյանի նկատմամբ, ինչը ուղղակիորեն դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով նախատեսված ինքնաբացարկի հիմք է, ըստ որի դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե կանխական վերաբերմունք ունի դատավարության մասնակիցներից որևէ մեկի, այդ թվում փաստաբանի կամ ներկայացուցիչի նկատմամբ։ Ընդ որում ինքնաբացարկի հիմքերը դրանք 100%-անոց ճշմարտություններ լինելու անհրաժեշտություն չի ներկայացնում օրենքը, այլ ընդամենը օրենքը նշում է ողջամիտ կասկածի առկայությունը, իսկ քանի որ դատավորը պետք է ոչ միայն լինի, այլ նաև երևա կողմնակալ, նախորդ նիստում տեղի ունեցածը անկողմնակալ կներեք, ոչ պետք է լինի նաև երևա անկողմնակալ, նախորդ նիստում տեղի ունեցածը կողմնակալության վերաբերյալ ողջամիտ տպավորություն է թողնում։ Հակառակ դեպքում ես նշել եմ եւ կրկնում եմ, դատարանի գնահատականները տեղին կարող են լինել բացառապես այն դեպքում, եւ դատարանը համապատասխան հարցումներ իրականացնել փաստաբանների պալատ, ունենալ բավարար տեղեկատվություն կոնկրետ իրավիճակին կոնկրետ գնահատական տալու համար։ Դատարանը չուներ այդ տեղեկատվությունը եւ հուշումների արդյունքում գնահատականներ տվեց փաստաբանների կամ կողմերից որևէ մեկի գործունեության բարեխղճության վերաբերյալ։ Ընդ որում պատվարժան դատարան մեր համար խնդրահարույց է այն, թե ի վերջո ով եւ ինչ նպատակով էր հուշել նախագահողին, որ տիկին Կոստանջյանը ինչ-որ դատական ակտով ինչ-որ գործընթացների մեջ է եղել։ Հուշում է ինչու համար է կարևոր պատվարժան դատարան։ Կարող է անգամ ճիշտ բան են հուշում, բայց այստեղ էական նպատակը, արդյոք նպատակը չի եղել պարոն Ղուկասյանին զրկել իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու հնարավորությունից։ Ի վերջո տիկին Կոստանջյանին որպես պաշտպան ընտրել է պարոն Ղուկասյանը եւ տիկին Կոստանջյանի ենթադրաբար վարույթից հեռացումը հանգեցնելու էր կոնկրետ այդ իրավունքի բացասական առումով իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունքի։ Եթե այդ հուշման նպատակը եղել է այն, որպեսզի այդ իրավունքին միջամտություն լինի,
ապա դա խնդրահարույց է, որի մասին ես արդեն ասել եմ։ Քանի որ մենք ունենք այս ամբողջ ինֆորմացիան, ես կարծում եմ, որ այս ինֆորմացիայի բացակայությունը, ինչպես նաև իմ կողմից շահագրգռված ինֆորմացիայի առկայությունը դատավորի կողմնակալության վերաբերյալ ողջամիտ կասկածներ են ծրել։ Հետևաբար այս առումով միանում գործընկերոջ Շնորհակալություն, մյուս պաշտպանները։ Խնդրեմ հարգելի Շնորհակալություն Պատվարժան դատարան, ցանկանում եմ ձեր թույլտվությամբ կարճ հրապարակում իրականացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածից։ Համաձայն նշվածս հոդվածի երկրորդ մասի արձանագրում է հետևյալն է. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց եւ դատական նիստի մասնակիցների վերաբերյալ հաղորդումն ու կնդրելուց հետո նախագահողը ստուգում է վարույթի մասնակիցների ինքնությունը եւ նրանց լիազորությունների պատշաճությունը։ Այսինքն օրենսդիրը դատարանից պահանջում է դատական նիստը բացելուց հետո ստուգել ներկայացած կողմերից յուրաքանչյուրի եւ ինքնությունը եւ նրանց լիազորությունների պատշաճությունը։ Եթե հարգելի պաշտպանների ներկայացած գաղափարախոսության մեջ դիտարկենք, ապա եւ իմ ինքնությունն է ստուգվել եւ իմ անձը հաստատողն է ստուգել դատարանը եւ նաեւ այսօր ստուգեց, ինչպես արդեն ստուգել էր մյուս պաշտպանների ինքնությունը, մեր հարգելի նոր պաշտպանի ինքնությունը։ Այսինքն, եթե ես գաղափարախոսության մեջ եմ նայում, ստացվում է, եթե այդ գործառույթը եթե դատարանը իրականացնում է, ուրեմն, ինչպես պաշտպանության կողմը նշեց, ուրեմն կասկածանքի տակ է դնում պաշտպանի կամ մյուս կողմի բարեխիղճությունը։ Իհարկե ոչ, սա հստակ սահմանված է օրենսգրքով։ Եվ համոզված եմ կհամաձայնեք նաև ինձ հետ, որ սա չի նշանակում մեկ անգամյա գործընթաց։ Չէ՞ որ յուրաքանչյուր կողմ ժամանակի ընթացքում կարող է ինչ-ինչ պատճառներով այլևս չունենա այդ լիազորությունները իրականացնելու իրավունք։ Եվ արդյոք ողջամիտ չէ, եթե դատաքննության որևէ փուլում դատարանը որևէ տեղեկություն է ստանում կողմերից կապ չունի հանրային մեղադրողի թե պաշտպանության կողմի վերաբերյալ որևէ տեղեկություն, որը կարող է արդեն նրան զրկել այդ լիազորությունները իրականացնելու, դատարանը իրավունք չունի այդ հարցը բարձրաձայնելու եւ քննարկման առարկա դարձնելու։ Իհարկե ունի։ Այսինքն, հիմա իմ գնահատմամբ դատարանը մեղադրվում է ճակերտների մեջ այն բանի համար, որ իրականացրել է օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունները, իհարկե ոչ։ Չի կարող սա համարվել 5 բացարկի կամ ինքնաբացարկի համար։ Այսինքն արձանագրում եմ, այո, դատարանը ստացել է տվյալ, եւ ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ պատվարժան դատարանը բարձրաձայնեց, նույնպիսի տվյալ եթե ստացվեր հանրային մեղադրողի նկատմամբ նույն վարքագիծը պետք է դրսևորվեր։ Եվ դա պետք է դրսևորվեր պարտադիր կերպով։ Դա իրավաչափ է եւ համապատասխանում է քրեական դատավարության օրենսգրքին։ Եվ այս պատճառաբանություններով, հարգելի պատվարժան դատարան, ես գտնում եմ միջնորդությունը ենթակա է մերժման։ Ես որքան ընկալեցի Տիկին Փոստանջյանը նաև նշեց ինչ-որ միջնորդություններ ներկայացված լինելու եւ դատարանի կողմից քննության առարկա չդարձվելու մասին, ես կլինեմ անկեղծ, չգիտեմ ինչ միջնորդությունների մասին է։ Ձեզ էլ է հասցեագրել հարգելի հանրային մեղադրող։ Դա եղել այն ժամանակ, երբ որ նույնիսկ նշանակված չի եղել, ես այդ ընթացքում եմ ստացել։ Եվ դատարանն էլ բարձրաձայնեց, որ այդ միջնորդությունները կքննարկվեն։ Եվ առհասարակ, նաև մեկ հանգամանք էլ նշեմ, այդ որոշակի քննադատական շեշտադրումներով նշում է, թե ինչու մինչև այդ քայլեր չէին ձեռնարկվել ճշտվելու ուղղությամբ։ Ասենք, եթե դատարանը կիրառել է ամենաանմիջական միջոցը ճշտել այն սուբյեկտից, որը ամենաառաջնային տեղեկությունը կարող է տալ։ Ինչն է խնդիրը։ Հակառակ տրամաբանությամբ, երբ որ բոլորս ներկայանում ենք առաջի անգամ դատաքննության, դատարանը պետք է գրություն հասցեագրել, գլխավոր դատախազություն, տեսնել ես ով եմ, աշխատում եմ թե ոչ, մի հատ գրություններ պետք է ուղղեին, փաստաբանական գրածենակ նախապես ճշտեին, արդյոք այդ մարդիկ ունեն արտոնագրեր,
Եվ նոր դրանից հետո իրեն իրավունք վերապահել դատաքննության ժամանակ անձերը ճշտեր, իհարկե ոչ։ Պատվարժան դատարան, ես գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը որևէ հիմնավոր պատճառաբանություն չուներ եւ այն ենթակա է մերժման։ Եվ առհասարակ դատարանի կողմից կայացած որևէ որոշում, եթե բովանդակային առումով չի բավարարում կամ հաճելի չի կամ դրա համաձայնություն չկա կողմի հետ, դա դեռևս հիմք չի բացառ հայտնելու համար։ Իսկ իմ գնահատմամբ ընդամենը դժգոհություն է առաջացրել իմ կարծիքով դատարանի իրավաչափ վարքագիծը։ Պնդում եմ պատվարժան դատարան միջնորդությունը ենթակա է մերժում։